գյուղացու վիճակ ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես էլ ծառուկ եմ, ինչ հարցով պետք է լի, ես էլ կոքն եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Բալիսես Շարժվի։ Բալիս ժողովուրդ Մայիսի 10-ն է, Գեղարքունիքի մարզ, Սևանից դեպի Ճամբարակ տանող ճանապարհահատվածում, Ճամբարակի վարչական տարածքում, դեռևս անայդ հանգամանքներում Opel Magnish ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ահա կիսակողաշրջված վիճակում հայտնվել այս հատվածում։ Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են ասել քաղաքացիները, ևս քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Ճամբարակ ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանը և նույն գումարտակի առաջին վաշտի հրամանատարի տեղակալը։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը, վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։ Իմ տեղեկություններով այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ավտոմեքենայում եղել են 6 հոգի, բարեբախտաբար թե հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորների, թե այդ 2 հոգու կյանքերին վտանգ չի սպառնում, այդ 2 հոգին չեն տուժել։
Սևանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի հանձնարարականով Opel-ը տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հիմա արդեն դեպքի վայր է ժամանում մանիպուլատորը, որպեսզի ավտոմեքենան բարձրացնի տեղափոխի քարշակի վրա, որ այն տեղափոխվի հատուկ պահպանվող տարածք։